Բարև ձեզ, կներեք դուք եք քնչեցրեցիք կոչը եւ լավ արեցիք իհարկե, ուզում եմ քահանաներին հարցրեք։ Այնտեղ խնդրում եմ նիկոլականներին եւ Նիկոլին հարցեր տվեք, տեսեք ինչու են պղծում բոլոր եկեղեցիները, ինչու են պղծում բոլոր հայկական եկեղեցիները եւ ցանկանում են սարքել, չգիտեմ, մզկիթներ եւ պղծել ամբողջ հայ ազգը եւ հայոց եկեղեցին։ Մենք նկատեցինք, որ պատարագի ժամանակ փաստորեն նորից չհնչեց ամենայն հայոց կաթողիկոս Գարիկին II անունը։ Սա ի վերջո ինչ է նշանակում, արդյոք մենք գործ չունենք Սուրբ խորանից այո չհնչեց, ինչ բնականաբար ոչ մի զարմանալի բան չկա այստեղ, մեր այսպես կոչված վարչապետը չի ընդունում վեհապարին, այդ իսկ պատճառով բոլոր այն քահանաները, ովքեր, չգիտեմ, սրբապիղծ պարզապես մարդիկ են, չեմ ուզում վիրավորել, որովհետև ամեն դեպքում օծյալ են դեռ, բայց չգիտեմ, սա ուղղակի խայտարարություն է։ Դե դա իրականում հստակ կանոն է, չէ՞, մեր եկեղեցում դարերից ընդունված։ Մենք կարող ենք ասել, որ հենց այդ դարերի ընդունված ավանդույթը, հոգևոր ավանդույթը, որտեղ գնում է Նիկոլ Փաշինյանը, խախտվում է։ Բնականաբար, եւ այդպես լինելու է, մինչեւ չհեռացնենք սրան եւ իր ոհմակը։ Այդքան, շնորհակալ եմ։ Եկ տեսանք պատարագի ժամանակ որ քաղաքացիներն ովքեր ինչեցնում են կաթողիկոսյանը դեպս հիշեցրել է ինչ-որ այդպիսի բնականաբար։ չեն հեռացրել ձեզ Ոչ չեն հեռացրել երբ չի եկել, այսպես ասած, որովհետև բոլորին կհեռացնեին այդ դեպքում, ինչպես ականատեսի եղան Հովհաննեսյանի եւ մնացածների հեռացումը եկեղեցու։ Մենք ձեզ Բագրատ Սրբազան նիստերին տեսնում ենք նրա աջակիցներից, համակերպներից հետո։ Այո, Սրբազան պայքարի Ինչ եք որոշել հենց Սուրբ Սարգիս եկեղեցու Որովհետև պետք է բոլոր հայերը գան այստեղ, գնան այն եկեղեցին, որտեղ գնում է այս սրբապիղծ Նիկոլ Փաշինյանը եւ հնչեցնեն վեհապարի անունը եւ բարձր բանեն վեհապարի անունը, որովհետև այսպես եթե շարունակվի, ընդհանրապես կկործանվի։ Իսկ սկսեցիք երբ որ վեհապարի անունը չվեց։ Ամոթ, ուղղակի ամոթ։ Մեզ բոլորիս ամոթ, որ սրա նմանները կարողանում են մեզ այսօր հասնել։ Կներկան հակ երեսնեկան Գրիգորյանն է Սրբազան պայքարի երեքերից։ Որպես հավատավոր մարդ, դուք եք այն համոզման, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն արտաքին պատվեր է իրականացնում, մասնավորաբար մենք լսեցինք Փաշազադեի հայտարարությունը, որից հետո ակտիվացան եկեղեցուն ուղղված հալածանքները։ Ինչ կարծիքի եք այս մասին։ Ես ունեմ միայն մի կարծիք, պետք է պարզապես հեռացնել սրան եւ իր կողմնակի։ Այդ ժամանակ կվերականգնվի եւ արդարությունը եւ մեր երկրի ազատությունը եւ մեր արժանապատվությունը։ Ձեզ ոստիկանները ուղղակի այս կողմ հրավիրեցին։ Այո, բարձրացած կողմ հրավիրեցին, ինչու՞ զարմանալի։ Շնորհակալություն։